Ափսոս պարոն Սուքիասյանը ստեղ չի, չէ, պարոն Սուքիասյան, ոստիկանությունը ուժեր ունի, ուղղակի այդ ուժերն օգտագործում է ոչ թե հասարակական կարգը պաշտպանելու համար, քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, այլ բացառապես քաղաքական նպատակների համար։ Օրինակ Գյումրիում, երբ կարմիր բերետավորները ներխուժել են ընդդիմադիր ուրեմն ուժերից մեկի գրասենյակ, մյուստեղը խուզարկություններ են իրականացրել, այս իշխանությունների համար ով իրանց դեմ է, հանցագործ են, եւ այսպես մերկապանոց հայտարարություն, կաշառք են բաժանել, այդ դուք դառաք միանգամից ոստիկան, քննիչ, դատախազ, դատավոր, միանգամից դահիճի գործառույթեր ձեզ վերագրեք, այս դատական ֆարսում է պետք, ասեք չընդհատեն էլի, եւ վերականգնեք խնդրեմ ժամանակս։ Քննարկումը խնդրում եմ դադարեցնել, համեցեք պարոն Խաչատրյան։ Այս իշխանությունները տիպիկ սովետական բռնաճնշումների մեթոդով են գնում։ Բոլոր քաղաքական օպոնենտներին դատում են քրեական հոդվածներով։ Դրանից ավելի խելոք բան չեք կայացել մոգոնել։ Սենց փայլուն ուղեղներ նստել են, չեն կարողանում ինչ-որ մի բան մոգոնել։ Սիրելի գյումրեցիներ, կիրակի օրը մարտի 30-ին գնացեք եւ քվեարկեք ձեր խղճի թելադրանքով, ձեր մտքի թելադրանքով, վերջացրեք Գյումրիուց այն մղձավանջը, որը սկսել է Գյումրիում։ Ոչ թե մեր սարիկը, ձեր սարիկը, ԿՊ-ի սարիկ լինելուց առաջ էլի մի քանիսի սարիկ ա եղել, չմոռանաք դա։ Գնացեք եւ քվեարկեք ձեր կամքի, ձեր խղճի, ձեր մտքի թելադրանքով, վերջ դրեք այս ամեն ինչին, եւ թող ոչ կարմիր բերետները, ոչ սև բերետները, ոչ անհասկանալի բերետներն ու չալմաները ձեզ չվախեցնեն, վերջ դրեք այս ամեն ինչին։